Մարդու կյանքը փոխելը դա Աստծո գործն է։ Ամեն ինչ, ինչ անհնար է մարդու համար, հնարավոր է Աստծո համար։ Բարև ձեզ։ Դուք դիտում եք Հավատքի կյանք հաղորդաշարը։ Մարդուն փոխելը եւ նրան հովական ծառայության կանչելը Աստծո գործն է, քանի որ նա զբաղվում է մարդկանց վերափոխելով։ Հենց այդ տեղի ունեցավ մեր այսօրվա հյուրի կյանքի մեջ։ Այսօրվա մեր հաղորդման հյուրն է Հովիվ Արթուր Աղաջանյանը։ Արթուր եղբայր, բարև ձեզ։ Բարև ձեզ, Մասիս եղբայր։ Շնորհակալ եմ համաձայնության համար, որ մեր ծրագրին մասնակցեք, եւ իմ առաջի հարցը՝ ինչպես սկսվեց ձեր հավատքի կյանքը։ Նախ եւ առաջ ես եմ շնորհակալ, Մասիս եղբայր, որ կանչել եք։ Ես շատ եմ սիրում պատմեմ նրա մասին, թե ինչպես եմ եկել Տիրոջը, որովհետեւ դա ամենակարևոր վկայությունն է մեր կյանքի, մտածում եմ։ Եթե սկսենք ամենասկզբից, նախ եւ առաջ մենք մեծացել ենք աթեիստական երկրում, փոքր ժամանակ, գրեթե ոչ ոք չի ասել Աստծո մասին։ Ես հիշում եմ մեր ընկերներից մեկը փոքր ժամանակ ասեց, տատիկս ասելա, որ Աստված կա, մենք ասում ենք երևի գժվել է, չենք հասկանում ինչ Աստված, ինչ բան։ Բայց 1990 թվականին ես եկել եմ Մոսկվա սովորելու, մենակ, ոչ մեկին չճանաչելով, մոտ 5 տարի ապրել եմ այստեղ ու 5 տարուց հետո, որպեսզի կարճ պատմեմ պատմությունը, ես եղել եմ մի վիճակի մեջ, որ ոչ մի բան էլ ինձ հետաքրքիր չէր, որովհետև գումարներ կար ձեռքս, ամեն ինչ փորձել էի արդեն ու չէի հասկանում կյանքի իմաստը որն է։ Ու հետո գնացի Հայաստան գնացի, տնից դուրս չէի գալիս։ Երբ որ տնից դուրս չէի գալիս, իմ դիմացի հարևանուին իմ դասարանցին էր եղել եւ նա ապաշխարել էր, Տիրոջն էր դարձել։ Եվ նա եկավ մի անգամ, ասեց, լավ, ոչ մեկի հետ չես ուզում խոսել, չես ուզում դուրս գալ տնից, քեզ մի հատ գիրք տամ կարդա, Աստվածաշունչն է։ Տվեց մի գիրք հայերեն, այդ գիրքը Հայաստանում իջև հիմա ունեմ, ես նայեցի մոտ 2000 էջ էր։ Ես սիրում էի գրքերը հաշվեմ մի քանի օրում կկարդամ, նայեցի, եթե օրը 100 էջ կարդամ, 20 օրում կկարդամ։ Կարդացի 20 օրում եւ որ ասեմ բան հասկացա, կարելի ասել բան չհասկացա։ Բայց մի հատ հետաքրքիր միտք եկավ, զգացմունք եկավ, վերապրում եկավ իմ մեջ, որ ես այդ գիրքը կարդալուց հետո դե բոլորը իհարկե ասում են գժվել է, խելք թռցրել է եւ այլն, որովհետեւ ոչ մեկ էլ չէի շփվում, տնից դուրս չէի գալու։ Բայց այդ գիրքը կարդալուց հետո ես մի բան հասկացա, կարծես մտքեր էի կարդացել, որ իմ ամբողջ ներսը կարդար այդ գիրքը։ Ու ես այս ձեր մտածեցի, ասեցի, ուրեմն այս գիրքը գրողը ինքը իմ գիտի իմ ներսը։ Հետո նստած մտածում եմ, կարդալուց հետո վերջացրել էի, ու ասում եմ, դե լավ, եթե իմ ներսը գիտի, ուրեմն այս գիրքը ինչքան մարդ է կարդում։ Երևակայ այս գիրքը շատերի ներսի հետ էլ է խոսում, նրանց ապրումները, նրանց խղճեն մաքուր զգացմունքները, որ արդարություն ես փնտրում աշխարհում, որն է արդար, որը սխալ, որն է բարի, որը չար։ Եվ ես ասեցի, եթե ուրիշների ներսն էլ է կարդում, ուրեմն նա, որ այս գիրքը գրել է, ինքը բոլորին գիտի։ Ու հետո ես մտածեցի, ասեցի, դե ուրեմն ինքը Աստված է։ Մինչ այդ Աստծո մասին դուք չէիք լսել։ Չէ, ուղղակի թռուցիկ ձևով, բայց հիշում եմ, մենք մի ընկեր ունենք, որը 16 տարեկանում ապաշխարեց, նա ծնողներ չուներ, միայն տատիկ ուներ, եւ տատիկը ապաշխարած էր, աղոթում էր իր համար։ Մի օր երեկոյան իրար հետ ենք, ինքը գնաց տուն, առավոտը եկավ, ասեց, ես հավատացյալ եմ դարձել, որովհետեւ տեսել էր գիշերը Քրիստոսի գալուստը։ Եվ նա ինձ մի երկու անգամ պատմել էր եւ ասում էր, ընդամենը ասում էր, ապաշխարի, ես չէի հասկանում այդ բառը։ Այդ ձև ա եղել, ուղղակի թռուցիկ ձևով, տենց միակ լուրջ այդ ձևի խոսացող այդ մեր ընկերն է եղել։ Ուրեմն դուք մեծացել եք Հայաստանում, հետո տեղափոխվել եք Ռուսաստան, բայց Աստծո մասին առաջի անգամ լսել եք եւ Աստվածաշունչը սկսել եք կարդալ հայրենիքում, Հայաստանում։ Այո, Հայաստանում եմ լսել Աստծո մասին եւ Հայաստանում եմ սկսել Աստվածաշունչը կարդալ։ Ինչն էր պատճառ հանդիսացել, որ դուք փակվեք ձեր մեջ։ Ես ուղղակի կուզեմ հասկանամ, թե ինչպես է Աստված աշխատում, որովհետև պատահական մեր կյանքի մեջ ոչ մի բան չի լինում, անպայման Տերը թույլ է տվել բարի նպատակով, բայց ինչն էր նպաստել դրան։ Ամենաշատը կյանքի անիմաստությունը, որ հասկանում ես, դու կարող ես ամեն ինչ ունենաս, գումարներ ունենաս, ամեն ինչ վայելես եւ դրա մեջ ոչ մի իմաստ չգտնես։
որովհետև մտքովդ այսպեսի բան անցնում, թե ապրում ենք մեռնելու համար։ Եվ այդ անիմաստությունը բերում է նրան, որ դու փնտրում ես, բա ի՞նչն է իմաստը կյանքի։ Ձեր տպավորությունը առաջի անգամ, երբ որ բացեցիք Սուրբ Գիրքը, ո՞րն էր ձեր տպավորությունը, քանի որ մինչ այդ որքան հասկանում եմ, երբեք Աստվածաշունչ ձեր ձեռքը չէիք առած։ Հենց առաջի տպավորությունը դա էր, որ կա մեկը, որը գրել է Աստվածաշնչում բաներ, որը խոսում է մեր ներսի հետ, մեր խղճի հետ։ Ու Մասիս եղբայր, երբ որ ինձ հարցնում են, ասում են, ինչպես կարող ես ապացուցել, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է, ես մի բան եմ մտածել, որ ինչքան էլ փաստեր բերես, ինչքան էլ պատմական փաստեր բերես, ինչքան էլ իրեր բերես գտնված կամ մագաղատներ բերես, եթե մեկը չի հավատում, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է, ինքը մեկը չի հավատալու։ Բայց այն, որ Աստծո խոսքը, ես Աստվածաշունչը կարդացել եմ ու իմ կյանքը ամբողջությամբ հեղաշրջվել է, որ ես գիտակցեմ, որ կա մեկը, որ Աստված է, դա փաստ է, դա ամենամեծ փաստն է, որ Աստվածաշունչը դա Աստծո խոսքն է։ Հրաշալի դրվագ է եւ վկայություն ձեր կյանքից, որովհետեւ իրապես Աստվածաշունչ հենց հայերենով այդպես կհնչի այս Սուրբ Գիրքը, որքանով ես տեղյակ եմ, ուրիշ ոչ մի լեզվով այսպես չի, այսինքն Աստծո հոգով առաջնորդված գրված այս գիրքը, որը կարող ենք վստահ ասել եւ նաեւ ձեր վկայությունից, որ կենթանի խոսք է, այսինքն դու կարդում ես եւ ինքը խոսում է քո հետ։ Այո։ Եվ որպես հայելի քեզ տեսնում ես այդ գրքի միջոցով եւ Փառք Աստծուն այդ պահին, երբ որ դատարկություն եք զգացել, Աստված այս միջոցով է այցելել, այսինքն վստահ կարող ենք ասել, որ անձամբ է այցելել, որովհետեւ Աստծո խոսքը կենթանի Աստծո падգամն է, ուղերձն է երկնքից, եւ դուք կարող ենք ասել լսել եք նրա ձայնը եւ արձագանքել եք։ Ինչպես ապաշխարեցիք, թե պետք է այն ժամանակ չէիք հասկանում այդ բառի նշանակությունը, եւ կուզենայեմ մեր հերոստատիտողներին մի քիչ նաեւ որպես հովիվ բացատրեիք, թե ապաշխարությունը ինչ է, որովհետեւ այս հարցը շատերի մոտ է առաջանում, նամանավանդ երիտասարդների, մեր ժողովրդի, ասում եք ապաշխարեցեք, բայց ինչ է դա, չենք կարողանում տեղի բերենք։ Շատ ճիշտ հարց եք տալի Մասիս եղբայր, որովհետև ես Աստվածաշունչը սկսեցի կարդալ, բայց որ ասեմ ապաշխարել է, չէի ապաշխարել։ Ես ուղղակի հասկացա, որ կա Աստված, որը ինձ ստեղծել է, որը գիտի ինձ եւ այլն։ Մոտ 5 տարի ես կարդացել եմ Աստվածաշունչ առանց ապաշխարելու։ Եվ առանց եկեղեցի գնալու։ Առանց եկեղեցի գնալու։ Ես գնում էի, հետո եկա Մոսկվա, ես Մոսկվայում ուղղափառ եկեղեցի էի գնում էի ծոմերն էի պահում իրանց, ես նկարի իկոնաները նկարներ, ես գիտեմ, որը ինչի համար է ու որ նկարի դեմ ինչի համար են աղոթում եւ այլն, բայց մի բան կար, որ իմ ներսում ես գիտեի, որ իմ եսը դա իմ եսն է։ Եվ ես ունեի իմ հպարտությունը, ես ունեի իմ ինքնասիրությունը, որ եսասիրությունը իմ եւ կարող էր ժամանակ առ ժամանակ, իհարկե երևացող մեղքերը ես թողեցի, որովհետեւ Աստվածաշունչ էի կարդում եւ արդեն սկսում էի տեսնել օրենքը ինչ է ասում, ինչ կարելի է, ինչը չի կարելի, աշխատում էի անել։ Ես Աստծոց վախենում էի, Աստծո խոսքին հավատում էի, ես աղոթում էի, ես տեսնում էի, որ Աստված իմ աղոթքներին պատասխանել է տալիս, շատ դեպքեր կարող եմ պատմել։ Բայց հարցը նա է, որ ապաշխարելը ուրիշ բան է, ապաշխարելը դա նա է, որ երբ որ դու մի օր որոշում ես քո կյանքդ տաս Հիսուսին, որ ինքը քո կյանքը օգտագործի, ոչ թե Աստված ինքը քո համար լինի, այլ դու դրա հետ մեկտեղ Աստծո համար լինես, Աստծո գործիքը լինես։ Ու մի անգամ, երբ որ ես արդեն խոսքը կարդում էի, ես կարիք ունեի, որ Աստծո խոսք լսեի, ինչ որ մեկի հետ շփվեի, որովհետև գնում էի, լինում էր քահանաներին հարց էի տալի Աստվածաշնչից, նրանք չէին պատասխանում։ Չէին կարողանում, որովհետև Աստվածաշունչը ասում են մեր քննելու բանը չի։ Իհարկե առանց դատապարտելու, որովհետև իրանք էլ անկեղծ հավատացյալներ են, ուղղակի այդ ձև էր դրվածքը, որ դու մեղավոր մարդ ես, դու չես կարող Աստվածաշունչը հասկանալ։ Ու մի օր իմ ընկերը ասեց, որ կարճ պատմեմ, ասեց՝ միտեղ կա, լսել եմ, որ Աստծո խոսք են քարոզում։ Ես չգիտեմ, դա եկեղեցի է, ինչա, ոչ մի բան չգիտեմ։ Մի հատ եկեղեցի էր, գնացինք, մի ամերիկացի քարոզիչ էր եկել։ Նա 3 օր քարոզեց Աստծո սիրո մասին։ Ու այդ 3 օրվա մեջ ես 3 օր լացել եմ։ Ես չգիտեմ, ինչ թվում է դա ծառայողների կոնֆերանս էր, ինչ էր, առավոտից իրիկու, որովհետև ծառայողներ էին այդտեղ հավաքված։ Ես այն նստած իրանց հետ, այդ մոտ 500 տեղանոց դահլիճ էր,
3 օր բոլորով լացեցինք դե Աստծո սերը ինչքան մեծ է։ Ու ես հասկացա մի բան, որ կարող ես Աստծուն հավատալ, կարող ես Աստծոց վախենալ, կարող ես պատվիրանները փորձեր անել, բայց Աստծուն սիրելը ընդհանրապես ուրիշ բան է։ Եվ ես եկել եմ տուն, այնտեղ ապաշխարությանը չկանչեցին, ինչու համար եմ մտածում, որ դա ծառայողական էր, որտեղ ապաշխարության էլ 3 օր չկանչեցին։ Ես գնացի տուն, առաջի անգամ կյանքում այդ ձև աղոթեցի, մենակ էի տունը։ Ես ծնկի եկա եւ ասեցի Հիսուս, եթե դու ինձ սիրել ես ու քո կյանքը տվել ես ինձ համար, ես այսօր իմ կյանքը տալիս եմ քեզ։ Եվ գիտեք, հոգևոր բան հիմա կասեմ, բայց դա իրականություն է, ես մտածող մարդ եմ, ես անմիտ ձևով ուղղակի չեմ հավատա բաների, հոգևոր բաների, բայց կա հոգևոր իրականություն, որ դու չես կարող հերքես տա։ Ես այդ պահին բարձր ձայնով լսեցի մեկը շատ տգեղ ձայնով ասեց. դու չգիտես քո հետ ինչ կարա անի, ոնց ես կյանքդ իրան տալիս։ Ես հիմա գիտեմ դա ով էր ասողը, դա սատանան էր, մարդկության թշնամին։ Եվ ես այնքան բարձր դա լսեցի, որ շատ բարձր ասեցի. Հիսուս, ինձ հետաքրքիր չի դու իմ կյանքի հետ ինչ կանես։ Ես այսօր իմ կյանքը քեզ եմ տալիս։ Եվ ես այդպես ապաշխարել եմ։ Փառք Աստծուն, հիանալի ճանապարհ է Աստված ձեզ անցկացրել։ Ես գիտեմ Հովի, որը մենակով 3 տարի է կարդացել Աստվածաշունչը եւ հետո եկեղեցի է եկել։ Դուք 5 տարի հետաքրքիր աշակերտություն է, ինչպես մենք այսօր կասեինք, Աստված ինքն է անձամբ ձեր դաստիարակը եղել ու ձեր ձեռքից բռնել եւ այս ճանապարհով տարել միջև բերել հաստրել իրական ապաշխարությանը։ Իմ անձնական կարծիքը կուզեմ ասեմ, որ երբ որ այսպես գիտակցորեն անցնում է մարդը այսպիսի ճանապարհ, ինքը իրապես ապաշխարում է, այսինքն դա մակերեսորային չի լինում, դա շատ լուրջ քայլ է լինում դեպի Աստված։ Փառք Աստծուն դրա համար, իրոք հիանալի է, որքանով հասկանում ենք ձեզ բերեցին, հրավիրեցին ավետարանական եկեղեցի, այսինքն թե ծառայական կոնֆերանս էր, բայց ավետարանական։ Ավետարանական եկեղեցի էր, բայց ճիշտն ասեմ, ես դրանից հետո էլի գնացել եմ, ինչ չի հետաքրքրել, դա ինչ եկեղեցի է, ոնց է կոչվում, ավետարանական է, թե ինչական է, բայց հարցը նա է, որ ես գիտեի, որ կա Աստված, որի ներկայությունը դու կարող ես վերապրել, Մասիս եղբայր։ Կարևորը դա էր ինձ համար։ Բացի այն փոփոխություններից, որ տեսանք, եւ ամենամեծ փոփոխությունը, որ տեսանք, ծառավ դեպի Աստծո խոսքը։ Եվ մեր հերոստատիտողներին էլ կուզեմ հորդորեմ նմանավանդ Քրիստոսով եղբայրներին եւ քույրերին, թե որքան է կարեւոր սիրել Աստվածաշունչը, որովհետեւ այն նամակ է Աստծուց ուղարկված յուրաքանչյուրիս համար, եւ ինչպես մեր այսօրվա հաղորդման հերոսի կյանքում ենք տեսնում, Աստվածաշունչը փոխում է մարդու կյանքը։ Ուստի սիրելի հերոստատիտողներ, ընթերցեք Աստվածաշունչը ամեն օրվա ռեժիմով, որովհետև Աստված տվել է այդ խոսքը մեզ համար, մեր կյանքերը փոխվելու համար։ Ինչպես փոխվեց ձեր կյանքը դրանից հետո, բացի այն, որ տեսնում ենք մեծ ծառավ Աստծո նկատմամբ, Աստծո խոսքի, ինչ փոփոխություն ունեցավ, ինչպես արձագանքեցին ձեր ընտանիքի անդամները, ընկերները, որ դուք ինչպես սիրում ենք մենք ասել, հավատացյալ դարձակ, բայց իրականության մեջ ամենաճիշտ վիճակը, որի մեջ մարդ պիտի լինի, դա հավատքի վիճակն է Աստծո նկատմամբ, այսինքն իրական հանդիպում տեղ ունեցավ Աստծո հետ եւ իրական հարաբերություն կառուցվեց։ Ինչպիսի փոփոխություն առաջինը, երկրորդը ինչպիսի արձագանք եղավ ընկերների, բարեկամների եւ ընտանիքի անդամների կողմից։ Այո, ես ուզում եի դրա մասին ասեմ, որովհետև դա շատ կարևոր է, որովհետև ինչ է նշանակում ապաշխարել։ Դու կարող ես գիրքը կարդալ, ես մարդիկ եմ տեսել, որ Աստվածաշունչը լավ գիտեն, բայց իրանք որպես պատմություն գիտեն, անգամ ինձ ապացուցել են, որ իրանք ավելի լավ գիտեն, բայց ապաշխարած չեն։ Բայց այդ օրվանից հետո, այդ աղոթքից հետո իմ ներսը փոխվեց։ Ոչ թե միայն արարքները, այլ իմ ներսը այն աստիճան, որ ես իմ խոսակցականը փոխեց, անգամից տեսնում են, ասում են քո դեմքն է փոխվել։ Վերածնունդ ապրեցիք, կարող ենք վստահ ասել։ Վերածնունդն է կարևոր, որովհետև իսկական հավատքը, կենթանի հավատքը դա վերածնված մարդու հավատքն է, որովհետև շատերը կարող են հավատալ, որ կա Աստված, Աստծո խոսքը Հիսուսն ասեց, դևերն էլ են հավատում, որ կա Աստված եւ սարսափում են։
Դրա համար իսկական հավատքը այդ ժամանակ սկսվեց։ Փառք Աստծո, ինքը գիտեր ինչ ճանապարհով անցկացնի։ Ինքը գիտեր ինչ ձևով ես կգամ դրան կհասնեմ, որտեղ ինքը լավ գիտի մեր կյանքը, գիտի մեր պապերին, գիտի մեր կյանքերի մեջ ինչ էր եկել։ Բայց երբ որ այդ ապաշխարության աղոթքը եղավ, որը ինձ իմիջիալից ոչ ոք չէր սովորեցրել, ոնց է պետք աղոթել։ Շատերը մտածում են դե ապաշխարության աղոթքը հենց այսպես պետք է լինի։ Այո, պետք է մեղքերից ապաշխարես, պետք է կանչես նրան քո շուրթերով Տեր, բայց Աստված նայում է քո սրտի աղոթքին։ Մասիս եղբայր, շատերը կարող են ասեն Հիսուս դու ես իմ Տերը, ների իմ մեղքերը, բայց գնան շարունակեն իրանց կյանքով ապրել առանց վերածնվելու։ Չնայած հավատում եմ, որ դա արդեն դուռ է, որ Տերը գա խառնվի, որտեվ ասում է, որ Տիրոջ անունը կանչի կփրկվի։ Բայց իմ կյանքը այնպես փոխվեց, որ ես նոր մարդ դարձա։ Բոլորը ինձ նայում են, ասում են, քեզ տարել են, ես ինչ են դարձրել, դե դու ես գնացել, այդ որտեղ ես հայտնվել, մի հատ ուշքի արի, որտեվ անգամ խոսակցականը փոխվել էր, բայց իմ ներսը մի բան էր փոխվել, որ երբ որ անգամ մի հատ տհաճ բառ էին ասում, իմ ամբողջ ներսը դղուրդում էր։ Երբ որ մի, ել չեմ ասում հայհոյանք, կամ ինչ որ վատ անեկդոտ էին պատմում, կամ ինչ որ մեկին ձեռ էին առնում, կամ ինչ որ հանկարծ իմ մտքով ինչ որ մի տհաճ կամ բացասական բան անգամ անցներ, իմ ամբողջ ներսը կարծես մեկը ասեր դա քոնը չի, դա չի կարելի, դա կյանք չի տալիս, ու ոչ ոք ինչ չէր սովորեցրել, որովհետև վերածնված մարդը ինքը բաց է, որ Աստված իրան սովորեցնի։ Ոչ թե մենք չպետք է իրար սովորեցնենք, իրար հորդորենք, այլ ամենակարևորը, որ ասում այն օծությունը, որ ձեր մեջ է, կսովորեցնի ձեզ։ Եվ իհարկե շատերը մտածեցին, որ ես գժվել եմ։ Բայց անցավ տարիներ, որ կարճ պատմեմ, անցավ տարիներ շատերը տեսան, որ չեմ գժվել։ Իրականում շատ շատերը մտածեցին, որ հեսա սպասենք, տեսնենք ինչ կլինի, բայց տարիներ անցան, տեսան, որ իմ կյանքը գնալով ավելի լցվում է, իմ կյանքը գնալով ավելի առատանում է Աստծով, ես գնում եմ արդեն Աստծուն եմ ծառայում։ Նույն ձևի մտածում էին ընտանիքի անդամները։ Ընտանիքի անդամները, գիտեք, ինչ ձև, իրանց համար տարօրինակ էր։ Իմ papan, maman այստեղ էին, իմ եղբայրս, եւ իրանք ուղղակի տեսնում են, որ ես ուրիշ մարդ եմ դարձել։ Ով տնեցիները գիտեն դու ով ես եղել, ու գիտեն հիմա դու ով ես։ Երբեք ես իմ ծնողներին չեմ ասել եկեք գնանք եկեղեցի։ Մի օր ասեցին կարելի է մենք էլ գանք, այդ ուր գնում ես։ Եկան եւ ապաշխարեցին։ Փառքասի։ Իրանք էլ։ Հիմա իրանք Հայաստանում են եւ իմ papan 86 տարեկան է, բայց ավետարանը դրած է սեղանին եւ գրեթե ամեն առավոտ ինքը կարդում է առանց ակնոցների։ Վստահ կարող ենք ասել, որ Սուրբ Հոգին եկավ ձեր կյանքի մեջ, որովհետև վերածնունդը Սուրբ Հոգին է տալիս, եւ հրաշալի է, երբ որ իրական վերածնվելուց դա տեսնում են մեր ընտանիքի անդամները եւ այդ վկայությունը առաջնորդում է իրանց դեպի Քրիստոս, որովհետև ամենամեծ վկայությունը դա կյանքի վկայությունն է, դա խոսքերով չի։ Ես մի շատ եմ ուրախանում, որ հավատացյալներ կապաշխարեն եւ հետո իրանց բարեկամները կապաշխարեն։ Դա կնշանակի, որ մարդը կյանք է ապրում, իրական Քրիստոսի առաջարկած կյանքն է ապրում եւ վկայում է իր կյանքով, որի համար փառք Աստծուն։ Ինչպես հետո ընթացավ ձեր կյանքը, ինչ տեղի ունեցավ այս բոլորից հետո։ Ինչն է հետաքրքիր, որ շատ հավատացյալներ կան, իրանք մտածում են, որ Աստված պետք է իրանց համար անի, բայց իսկական հավատացյալը վերստին ծնված մարդը նա է, որ ինքն է մտածում Աստծո համար ինչ պետք է անի եւ Աստված ոնց կարող է իրան օգտագործի։ Ես գնացի, տեսա, ասենք արդեն եկեղեցի, գիտեի որ դա եկեղեցի է, արդեն սկսեցի մտածել, եթե ինչ որ կաբելներ է պետք հավաքել, դա է օգնում, ինչ որ մի բան սկսեցի օգնել, բայց ամենամեծ բանը նա էր, որ ես գիտեի Աստծո հետևից եմ գնացել։ Օրինակ, մարդիկ կան մտածում են, որ եթե մեկը հովիվ է, ինքը նպատակով եկել է հովիվ դառնա։ Ես չգիտեմ, կարող է այդ ձևի մարդիկ կան, որ նպատակով ուզում են հովիվ դառնան, բայց Աստծո ծառանես մեկը ասեց, եթե մեկը ուզում է հովիվ դառնա, կամ հիմար է, կամ օծված է, որովհետև ես չէի ապաշխարել հովիվ դառնալու համար։ Ես ապաշխարել եմ Հիսուսի հետևից գնալու համար, ոչ էլ ինչ-որ ծառայող դառնալու համար։ Չնայած, երբ որ դու ուսումնասիրում ես Աստվածաշունչը, սովորում ես Աստվածաշնչյան դպրոցում, դու սկսում ես հասկանալ, որ կա կոչում, որ Աստված քեզ տանում է ծառայության մեջ, Աստված ուզում է քեզ օգտագործի, Սուրբ Հոգին ուզում է քո մեջ գործի, եւ դու իհարկե փափագում ես դրան։
Եթե չփափագես, դու հետ ես գնում, դու կանգել չես առնում, այլ հետ ես գնում, որովհետև Աստված շարժում է, հոգևոր կյանքը շարժում է։ Վստահ Աստված ձեզ փրկել է մի կարևոր առաքելության համար, այս կյանքում մենք այս կյանքը կարճ է իրականության մեջ, նամանավանդ երբ որ համեմատում ենք հավիտենականության հետ 70-80 տարին սահմանված Տիրոջ խոսքի մեջ բոլորիս համար մի ակնթարթի պես է անցնում, ինչպես Հակոբոս Առաքյալն է ասում, գոլորշիի պես է, որը երևում եւ անհայտանում է։ Վստահ եմ, որ Աստված ձեզ փրկել է, այո, նախ հետևելու Տիրոջը, բայց նաեւ ինչպես աշակերտներին կընտրեր, նաեւ ոմանց, ինչպես ձեզ, կանչում է, ինչպես սիրում եմ ես ասել, ամենակարևոր ծառայությանը երկրի վրա, հովական ծառայությանը։ Օրինակ, ես 2 տարի Աստծուն խնդրել եմ, որպեսզի հաստատի, նշան տա ինձ, որ իրապես կանչել է հովական ծառայության, որովհետև համամիտ եմ ձեզ հետ, ես էլ մի ուրիշ ձև եմ ասում, խելքը գլխի մարդը երբեք չի ուզի հովիվ լինի ինքը իրանով, եթե Աստծո կոչումը չունի։ Ինչպես դուք հասկացաք, ինչ առակ Տիրոջից, որ հստակ հասկացաք, որ Տերը ձեզ կանչել է այս օրհնյալ, բայց շատ պատասխանատու ծառայության, հովական ծառայության։ Երբ որ ես նոր եմ ապաշխարել, հավատացյալներ կային, ծառայողներ կային, որ ժամանակ առ ժամանակ հարցնում են, ասում են, դու գիտես ինչ կոչում ունես։ Թե ես չգիտեի ինչ կոչում, հետո այնքան հարցնում են, ես արդեն ինձ վատ եմ զգում, ասում են, բայց ես ո՞նց իմ կոչումը չգիտեմ։ Մի անգամ աղոթում եմ, ասում եմ, Տեր Աստված, բա ո՞նց իմանամ իմ կոչումը, ու գիտեք, sense մի բան հասկացա, Մասիս եղբայր, որ ընթացք է տանում քեզ Աստված, որի մեջ, եթե դու անկեղծ նպատակ ունես իր հետևից գնալու ծառայելու իրան, ինքը քեզ բերում է դնում մի ծառայության մեջ, որը սկսում է քո մեջ բացահայտել, որ դու դրա մեջ ես, որ դու կարող ես դրա մեջ լինել եւ դու ես ընտրողը էլի, որովհետեւ ընտրությունը այնպես չի, որ Աստված գիտի ում ինչ ձևով ընտրել ինչի համար, բայց մարդը ինքն է որոշում, մտնի այդ կոչումի մեջ, ընտրության մեջ թե չէ, ինչ որ Աստված որոշել է իր համար։ Եվ ես ընդհանրապես պատրաստ եմ եղել։ Ընթացքը գնացել է, մենք կնոջս հետ մոտ 10 քանի տարի միայն մանուկների հովիվ ենք եղել։ Մեզ ձեռնադրել են հովիվ մանուկների, մանկական ծառայության, եւ մենք մանուկներին ենք հովություն, այս կարելի է ասել հովությունը մանուկների մեջ եմ հասկացել, ես մի բան գիտեմ, եթե մեկը մանուկներին հովություն անի, մեծերին կարա հովություն անի, որովհետև երեխաները ամենաանկեղծն են, երեխաները գիտես երբ քո հետ կաղոթեն, երբ որ տեսնեն, որ դու իրոք աղոթող ես։ Միջև ձեր կոչմանը նորից վերադառնանք եւ իսկականից շատ հետաքրքիր է, ինչպես եք դուք հասկացել, որ մեծերի հովիվ նաեւ կարող եք լինել, որովհետև Աստված կանչում է, քանի որ մանկական ծառայության մեջ եք եղել, նախ ես շատ հարգում եմ մանկական ծառայողներին, որովհետև այս եղբայրները քույրերը, որոնք մանկական ծառայության մեջ են, զոհաբերում են իրենց ժամանակը, այսինքն շատ ժամանակ չեն մասնակցում պաշտամունքներին, որպեսզի մանկական պաշտամունքը առաջնորդեն, երեխաներին դասեր սովորեցնեն եւ այլը։ Ինչ կպատմեք, ինչ վկայություններ ունեք մանկական ծառայությունից, շատ հետաքրքիր է։ Իրականում շատ վկայություններ կան, բայց մանկական ծառայության մեջ Աստված սովորեցրել է ինձ էլ կնոջս էլ Սուրբ Հոգու պարգևները ճանաչել։ Ու նորից եմ ասում, դու երեխաներին չես կարող խաբել։ Իրանք շատ բան ուղեղով չեն պատկերացնում, բայց իրանք սիրտը պարզա տեսնելու այն ինչ որ իրական, իրանք անգամ չեն գիտակցում, բայց տեսնում են ինչն է իրական, ինչը խաբուսիկ է։ Անգամ չեն արտահայտվի, բայց մանկական ծառայության մեջ մենք եղել է ճամբարներ ենք ունեցել, որ այդ ճամբարներում երեխաները մոտ 2.5 ժամ աղոթել են, դրանից հետո մոտ 1 ժամ դաս են լսել, նրանք իրար վրա մարգարեանում էին, տեսիքներ էին տեսնում, իրական, մենք անգամ գրած ունենք բոլորի վկայությունները, որ հետո հարցնում ենք, զարմանալու իրոք հրաշքներ, մենք տեսել ենք ոնց են մանուկները ծնողների համար աղոթում ծնողների վրա ոնց Աստծո զորություն իջնում։ Մանուկները իրականում շատ կարիք ունեն, որ Աստծո խոսքը ցանես իրանց մեջ, որովհետև այս աշխարհը ինչ ասես ցանում է իրանց մեջ։ Երբ որ մենք նոր պետք է սկսենք ծառայությունը մանկական, մենք ունենք մոտ 100-ից ավելի երեխա,
Եվ ես ասում եմ, լավ, ես արդեն սովորել եմ, գիտեմ, մենք կնոջս հետ սովորել ենք միջազգային մանկական ծառայության մեջ ինչպես անցկացնել, ասում եմ, լավ, ես գիտեմ ոնց անցկացնեմ, բայց ոնց է լինելու իրականում ու ես մի պարզ խոսք եմ ստացել Աստծոց, որ ասել է քո գործը ցանելն է, որովհետև մասիս եղբայր, դու երեխաներին չես կարող ստիպել, որ իրանք չարություն չանեն։ Իրանք անելու են չարություն։ Իրանք վատ պահելու են, իրանք կարող է իրար բսկրտեն, ինչ որ բաներ, բայց այն ինչ որ դու իրանց մեջ ցանում ես, դա մնալու է։ Աստծո խոսքը զորավոր է իրանց մեջ մնա ու մեր մանուկները, որ մեծացել են, շատերը հետո վկայել են, որ այսինչ խոսքը ես հիշել եմ, այսինչ քո ասածը հիշել եմ, այսինչ կատարված ծառայություն, այսինչ աղոթքը հիշել եմ ու դա պահել է իրանց եկեղեցու մեջ։ Չեմ ասի բոլորը մնացել են եկեղեցու մեջ ցավոք սրտի, բայց շատ մարդիկ հիմա այսօր ծառայում են, ուրիշ քաղաքներում են ծառայում։ Ինչն է պահել իրանց Աստծո խոսքը։ Աստծո խոսքը զորություն ունի մեր երեխաներին պահելու, որովհետև մենք չգիտենք մեր երեխաները այսօր հեռախոսով որտեղ են մտնում, ինչ են տեսնում, բայց ինչ էլ տեսնեն, Աստծո խոսքը իրանց կպահի, որպեսզի իրանք չգնան այս աշխարհի հետևից ու մեղքի հետևից։ Փառք Աստծուն, այս մանկական ծառայության համար դա հրաշալի փորձառություն է եւ հոյ Արտուր, քանի որ շատ հոյվներ են մեզ նաեւ նայում, տարբեր եկեղեցիների անդամներ, այդ թվում նաեւ մանկական ծառայողներ, ըստ ձեզ որն է ամենաէֆեկտիվ, ամենաարդյունավետ մոտեցումը այսօրվա դրությամբ 21-րդ դարում մանկական ծառայության համար։ Ես տեսել եմ մանկական ծառայողներ, ովքեր ուզեցել են մանկական ծառայությունը անել, բայց իրականում որ հայերեն ասում են, դե զահլա չունեն երեխեքի հետ։ Մանկական ծառայողը ինքը պետք է հասկանա, որ առաջի հերթին դա եկեղեցում, ընդհանուր եկեղեցում չերևացող ծառայություն է։ Դու մի բան ես անում, որ սկզբից արդյունքը չես տեսնի, որովհետև երեխան կարող է խոսքը լսի, հետո էլ ինչ-որ մի վատ բան անի։ Մանկական ծառայողը առաջի հերթին պետք է սիրի երեխաներին ու սիրտ ունենա երեխաների համար, ինչպես Աստված է իրանց մասին մտածում։ Ու այդ սիրտ ունենալը նկատի ունեն, որ խորը գիտակցի, որ այս երեխաների կյանքը ապագա կախված է նրանից, թե ինչպես ես իրանց կծառայեմ եւ ինչ կփոխանցեմ իրանց։ Անկամ ոչ միայն խոսքը, դու փոխանցում ես քո հոգեվոր վիճակը։ Եթե դու տրտնջացող մարդ ես, տրտունջ ես իրանց փոխանցելու։ Եթե դու ուրախ մարդ ես, ուրախություն ես փոխանցելու։ Եթե դու Աստծո խաղաղությունով լցված ես, իրանք այդ խաղաղությունով են լցվելու։ Իրանց համար հետո իրանց այդ մանկական ծառայությունից է կախված, թե երեխաները եկեղեցին ոնց են ընկալում։ Իր եկեղեցին իրանց համար լավ տեղ է, թե վատ տեղ է, ասած հասարակ ձևով ասեմ։ Ու երեխաներ կան, որ փոքրուց ու վկայել են իրանք, երբ որ մեծացել են, իրանք գիտեն, որ եկեղեցին դա լավ տեղ է։ Ու ամենամեծ բաներից, որ մանկական ծառայողը, ես կարծում եմ, որ ինքը պետք է ուշադիր լինի, որ Հիսուսը ասեց. այս փոքրներից մեկին, եթե մեկը գայթակղեցնի, ավելի լավ էր ճաղացի քարը կախի իր վզից եւ իրանց ովը գցի։ Դա շատ լուրջ խոսք է։ Հիսուսը շատ է մտածում երեխաների մասին։ Իհարկե դա հոգեվոր փոքրների մասինն էլ է, որ չգայթակղեցնենք, բայց ամենամեծ բանը, որ պետք է ուշադիր լինի մանկական ծառայողը, ոչ մի երեխայի չգայթակղեցնի։ Ուղղակի օրինակ պատմեմ, եղել է, որ մի երեխա, գիտես, երեխաներ կան, ուզում են գան քեզ բան պատմեն, ու դու կարաս իրան անտեսես։ Ինքը դրանից հետո կարող է չուզենա գալ եկեղեցի։ Եղել է, որ մի երեխու գնացել եմ տուն, հասկացել եմ, որ իրան անտեսեցի։ Աղոթել եմ, ասել եմ, Տեր Աստված, խնդրում եմ, նենց արա, որ հաջորդ անգամ այդ երեխան գա։ Երբ որ եկել է, գնացել եմ, տեսել եմ, եկել է, ուրախացել եմ, առաջինը գնացել եմ իր այդ սկսել եմ խոսել, որ ինքը տեսնի, որ ես իրան չեմ անտեսել, որովհետև եթե ես դա չանեմ, ինչ իմանամ, կարող է հենց դրանից էլ գնա այդ երեխան, որովհետև տեսել եմ, եղել է, որ այնպես են վերաբերվել, որ մինչև այսօր այդ երեխան, որը մեծացել է, ինքը չկա եկեղեցի։ Ամենաարդյունավետ ուրեմն մոտեցումը դա սերն է։ Սերը։ Սիրել երեխային, սեր ցուցաբերել եւ հոգատարություն, որպեսզի կարծում եմ սա նաեւ կարեւոր է, որպեսզի երեխան ոչ միայն գա եկեղեցի, այլ մնա եկեղեցիում, որովհետեւ ինչպես կանոն մեծանում են եւ պատանի տարիքին որոշում են կյանքի խաչմերուկին կանգնած, թե ընդունեն Հիսուսին, թե մերժեն Հիսուսին։ Դրա համար շատ կարեւոր է։ Շատ շնորհակալ ենք, բայց վերադառնանք նախորդ հարցին, ինչպես վերջապես հասկացաք, որ Տերը ձեզ կանչել է
հովական ծառայության մեծերի համար։ Իրականում Մասիս եղբայր, որ ասեմ, այսպեսի մի հատ փաստ ա եղել, որ ես հասկացա, որ Տերը կանչել է հովական ծառայության, որտեղ ես գիտեմ այդ ձևի դեպքեր կան, որ իրականում Աստված ասել է, դու ես քեզ կանչել եմ հովիվ լինելու։ Իմ կյանքում այդպես չի եղել։ Աստված բերել է այնպես ա դարձել, որ ես այս մեր եկեղեցու հովիվը լինեմ։ Տարբեր ճանապարհներ ա, տարբեր բաներ ա կատարվել։ Ես չեմ մտածել երբեք, որ եկեղեցու հովիվ կլինեմ, բայց ես մի բան գիտեմ։ Ցանկացած մարդ, եթե ինքը հավատացյալ է եւ ինքը Աստծո հետևից գնում է, գոնե մի հոգու հովություն ինքը պետք է անի։ Երբ որ դու հոգատարություն ես անում մարդու համար, հովություն ես անում, մի հոգու համար, երկու համար, երեքի համար, Աստվածն է տեսնում է, դու կարող ես հովություն անել, թե ոչ, եւ ինքը դնում է։ Ես ամբողջ սրտով հավատում եմ, որ հովիվ դնողը եւ հովիվ հանողը դա Աստվածը։ Չկա մեկը, որ հովություն անի, եւ չկա մեկը, որ հովությունից դուրս գա, եթե Աստված թույլ չտա։ Եկեղեցու մեջ չի կարող բան լինել այդպես, որ մեկը որոշել է հովիվ լինի, Աստված է եկեղեցու Տերը։ Եթե դա ճշմարիտ եկեղեցի է, Հիսուս Քրիստոսին դավանող, որպես Տեր եւ Փրկիչ եւ Աստված։ Աստված է ղեկավարողը։ Ես էլ ասել եմ, եթե այսպես է ստացվել, որ ես եմ հովիվը, ես միշտ էլ պատրաստ եմ եղել, ու եթե Աստված է որոշել, որ ես լինեմ, ես կլինեմ։ Միշտ իմանում ենք դրանով, Տերն է կանչել թե ոչ, արդյունքով։ Ես գիտեմ, որ ձեր եկեղեցին շատ օրհնյալ եկեղեցի է, Աստված շատ օրհնի, քանի որ հովիվի դերը մեծ նշանակություն ունի, եւ թե ով է այս հոտի առաջնորդը, Տիրոջ համար մեծ նշանակություն ունի, չէ՞, անգամ հայտնության գրքի մեջ ասում է, այսինչ եկեղեցու հրեշտակին գրի։ Ես հավատում եմ, որ դա հովիվների մասին է, ճիշտ է։ Շատերը չեն։ Նու կան մարդիկ, որ ասում են, չէ, բայց ով է, եթե հովիվը չի։ Ուրեմն Փառք Աստծո ամեն մի ճշմարիտ Աստծո կողմից կանչված հովի համար, որը իր կյանքը կդնի, իր ժամանակը, իր էներգիան, ամեն ինչ կդնի, չի խնայի ոչ մի բան, որպեսզի հոգ տանի Քրիստոսի եկեղեցու համար։ Արտուր եղբայր, մեր հայրենակիցներին կխնդրեի, որպեսզի ձեր սրտի խոսքը ուղերձը փոխանցեիք, խնդրեմ։ Սիրելիներս, այն ինչ որ կուզենայի փոխանցել ձեզ, 2-3 բան։ Նախ եւ առաջ, Աստվածաշունչը դա Աստծո խոսքն է։ Երբեք չկասկածեք դրա վրա։ Ինչքան էլ ուզենան մարդիկ ապացուցեն, որ Աստվածաշունչը իբր թե մարդկանց գրված խոսքն է, Աստվածաշունչը Աստծո խոսքն է։ Եվ դրան ապացույցը միակը, ապացույցը սա մարդկանց փոխված կյանքերը, որից մեկը ես եմ։ Երկրորդը սիրելիներս, Աստծոն սիրելը առավել է, քան Աստծոց վախենալը կամ Աստծոն հավատալը կամ Աստծոն անգամ ուզենալ ծառայելը, որովհետև չի կարելի Աստծոն ծառայելով կորցնել սերը դեպի Աստծուն։ Երրորդը, Աստծո կոչումը, դա Աստծո կոչումն է, դրա մեջ կա եւ արտոնություններ եւ իհարկե մեծ պատասխանատվություն, բայց ավելի լավ է դու կոչումի մարդ լինես եւ ընդունես, որ դու ընտրված ես, ոչ թե ուղղակի կանչված ես միայն փրկվելու, Տիրոջ անունը կանչելով, այլ կանչված ես, ընտրված ես Աստծոն ծառայելու եւ կատարելու այն կոչումը այս երկրի վրա, որը Աստված նախասահմանել է քեզ համար։ Դրա համար սիրելիներս, ես կոչ եմ անում, եթե գնացել ենք Հիսուսի հետևից, երբեք հետ չնայենք ու չորոշենք երբևիցե կանգ առնել կամ հետ դառնալ առավել եւս, հետ ճանապարհ չկա, որովհետեւ Հիսուսն է միակ կյանքը, հարությունը եւ հավիտենական կյանքը։ Ամեն։ Ամեն։ Արտուր եղբայր, շատ շնորհակալ ենք ձեր պատմության համար, վկայության համար, իրապես շատ օրհնյալ է, որի մեջ փառավորվում է Աստված եւ որը դեռ շարունակություն ունի։ Ես վստահ եմ, որ ձեր հավատքի կյանքի պատմությունը դեռ շատ վկայություններ է ունենալու եւ մենք կունենանք հնարավորություն եւս լսելու։ Ես եմ շնորհակալ Մասիս եղբայր հրավերքի համար, շատ շնորհակալություն։ Շնորհակալ ենք, Տերը օրհնի ձեզ, ձեր ընտանիքը, ձեր եկեղեցին, ծառայությունները եւ թող ձեր ծառայության միջոցով բազում հոգիներ ապաշխարեն եւ միանան մեր Տիրոջ եկեղեցի։ Շնորհակալություն, Փառք։ Սիրելի հայրենակիցներ, ահա մենք լսեցինք եւս մեկ հավատքի կյանքի պատմություն։ Հովիվ Արտուր Աղաջանյանի կյանքը իրապես լեցուն է հրաշքներով։ Հենց արդեն Աստծո հետ հանդիպելը, Աստծո խոսքի միջոցով դա ամենամեծ հրաշքն է։
Ես կուզեմ երկու բան ասեմ, առաջինը եղբայրներ եւ քույրեր, մեզ բոլորիս այսօր Աստվածաշունչը մնում է նույնպես արդիական գիրք, ինչպես բոլոր ժամանակներում։ Այն երբեք չի հնանում, որովհետև Աստված խոսում է այսօր էլ մեզ հետ, այս Սուրբ գրքի միջոցով, ինչպես խոսացել է Հովև Արթուրի հետ, ինչպես խոսացել է միլիոնավոր տարբեր մարդկանց հետ, եւ այն ուղերձ է Աստծո կողմից ամեն մեկիս։ Եթե ուզում ենք կատարենք Աստծո կամքը, սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք պիտի ամեն օր ընթերցենք խոսքը, խորանանք խոսքի մեջ եւ կիրառենք այդ խոսքը մեր կյանքի մեջ, քանի որ այն տրված է կիրառման համար։ Աստվածաշունչը ասում է, որ Աստված սիրում է մեզ։ Սիրելի անմահ հոգի, շնորհակալ եմ, որ մինչև հիմա լսում ես այս վկայությունը եւ կուզենք եւս մեկ անգամ տեղեկացնել։ Աստծո սերը անսահման եւ զոհաբերական է քո նկատմամբ։ Աստվածաշնչի ոսկե համարը ասում է, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իր միածին որդուն տվեց, որպեսզի ամեն ով որ նրան հավատում է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի հոգիդ փրկվի, որպեսզի ունենաս հավիտենական կյանք իր թագավորության մեջ։ Սիրելիներ, շնորհակալ ենք ձեր ուշադրության համար, մինչ նոր հանդիպում։